Հայաստանը բարձր մակարդակի պատվիրակություն չի ուղարկել ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստին։ Նախընտրական քայլ, թե անցում պրոֆեսիոնալ բանակի։ Ինչ խնդիրներ են բարձրացնում մասնագետները բանակը կես տարով կրճատելու դեպքում։ Ում մեղավորությունը փաստաթղթավորվեց, Փաշինյանի ականը սեփական դաշտում։ Նզովք, որը չներեց իշխանությունը, ինչի համար են հետապնդում Արշակ Սրբազանին, ինչ վճիռ է կայացրել դատարանը։ Կենդանասերները դժգոհ են նոր նախագծից, ինչ է սպառնում շներին։ Բարի երեկո հարգելի հետևորդներ, եթերում ABC Newsroom-ն է, ես Աննա Սարգսյանն եմ։ Եվ այսպես եկեղեցի իշխանություն լարվածությունը նոր պիկին է հասել։ Մայրաթոր Սուրբ Էջմիածինը խիստ պարսավում է դեկտեմբերի 4-ին դիվանապետ Տեր Արշակ arczepiskopos Խաչատրյանի ձերբակալությունը, այն որակելով մտածածին մեղադրանքների եւ եկեղեցու դեմ սանձազերծված ճնշումների հերթական օղակ։ Էջմիածնի տարածած հայտարարությունում խոսվում է քաղաքական հետապնդման, եկեղեցական քաղաքականության եւ հոգեվորականների նկատմամբ ստեղծված վտանգավոր մթնոլորտի մասին։ Սույն գործողությունն արտահայտությունն է եկեղեցու նկատմամբ վերջին շրջանում սանձազերծված բռնաճնշումների եւ շարունակությունը հոգեվորականների նկատմամբ քաղաքական հետապնդման գործընթացի։ Բարձրաստիճան հոգեվորականներին շինծու մեղադրանքներով կալանավորել է իշխանության եկեղեցահալած քաղաքականության եւ եկեղեցականների դեմ ատելության խոսքի հերթական դրսևորումն է։ Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Մասիս Մելքոնյանն այսօր որոշել է Արշակ arczepiskopos Խաչատրյանին կալանավորել 2 ամսով։ Դատարանի որոշումը հրապարակվեց փակ նիստից հետո, մինչ դատական լսումների մեկնարկը պաշտպանական կողմը չէր թաքցնում իր սպասումը։ Փաստաբանները նշում էին, որ առանձնապես ակնկալիքներ չունեն եւ որ Արշակ Սրբազանը պատրաստ է միանալ արդեն կալանավորված մյուս բարձրաստիճան հոգեվորականներին։ Պաշտպաններն ընդգծում են, տեղի ունեցողն իրավական գործընթաց չէ, այս գործի մեջ չկա իրավագիտություն։ Սրբազանը միայն ծիծաղել է այս ամենի հետ կապված, որովհետև այս ամենը արդեն ծիծաղելու է եւ զավեշ տալի է եւ ամոթալի է։ Գիտեք, նույն տրամաբանությամբ, եթե որևէ բուհի տարածքում որևէ ուսանողի մոտ թմրադեղ հայտնաբերվի, նույն տրամաբանությամբ կարող են ասել դեկանը կամ ռեկտորները դա կազմակերպել, այսինքն մենք արդեն գործ չունենք իրավաբանության հետ։ Արշակ Սրբազանի դեմ ցուցմունք չկա, ուղիղ ցուցմունք չկա։ Ինչպես? Կասկածով է հայտնել, որ սապարկում։ Տարբեր անձինք դրա մասին հետո խոսենք։ Այդ անձը այդ թվականին, այդ ամիսներին օրինակ գործակնություն անցել է, արդյոք օգտագործել է թմրամիտ։ Չգիտեմ, չունեմ այդ այսինքն դրանք են, չէ, բայց չունեմ նման նյութեր, չգիտեմ էլ ում մասին է խոսքը։ Իդեպ Մասիս Մելքոնյանն այն նույն դատավորն է, որը որոշում է կայացրել նաև Բագրատ եւ Միքայել Սրբազաններին կալանավորելու։ Ինչ ճանապարհ է անցել ու ինչ գործերով է հայտնի իշխանության սրտի դատավորը, դիտենք ռեպորտաժում։ Մասիս Արմենակի Մելքոնյան Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներից մեկն է, որն իրեն մակագրված գործերի պատճառով վերջին տարիներին հայտնվել է ուշադրության կենտրոնում։ Մասիս Մելքոնյանը ծնվել է 1976 թվականի հոկտեմբերի 5-ին Երևանում։ 1999 թվականին ավարտել է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության բարձրագույն դպրոցը որպես իրավաբան։ Մասնագիտական գործունեությունը սկսել է ոստիկանություն եղել քննիչ Վարդենիսում, այնուհետև աշխատել է Երևանի Շահումյան, Մալաթիա եւ կենտրոնական քննչական բաժիններում։ 2007-ից 2010 թվականներին եղել է կենտրոնական քննչական բաժնի երկրորդ բաժանմունքի պետ։ 2010-ից անցել է ոստիկանության կադրերի ռեզերվ եւ ստացել է մայորի կոչում։ 2010-ից 2018 թվականներին զբաղվել է մասնավոր ձեռնարկատիրությամբ, իսկ 2019-ից 2023 թվականներին եղել է Հայաստանի Հանրապետության Փաստաբանների պալատի անդամ։ 2023 թվականի մայիսի 22-ին նշանակվել է դատավոր։ Դատավոր Մելքոնյանին է մակագրվել որոշ քաղաքական եւ քրեական գործեր, որոնց մեծ մասն ավարտվել է ընդդիմադիր գործիչների կալանավորմամբ։ Մելքոնյանի ազգային ժողովի Հայաստան խմբակցության падգամավոր, Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահի որդի Լևոն Քոչարյանին կալանավորելու որոշումը քննադատվել է, որովհետև հրապարակված տեսանյութերում երևում էր, թե ինչպես է ոստիկանությունը բռնություն կիրառում Լևոն Քոչարյանի նկատմամբ։ Ինքնաբացարկի միջնորդությունը մերժվել է կողմնակալության կասկածները անհիմն համարելու պատճառով։
2023-ին Մասիս Մելքոնյանի որոշմամբ կալանավորվել է Նարեկ Մալյանը Facebook-ում արած գրառման համար։ Այս որոշումն էլ դիտվեց որպես խոսքի ազատության սահմանափակում։ Լրագրողի նկատմամբ բռնություն գործադրելու համար Մելքոնյանը որոշում է կայացրել կալանավորել Ազգային ժողովի Հայաստան խմբակցության падգամավոր Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանին։ Փաստաբանների կարծիքով որոշումը չուներ օրինական հիմքեր։ Մելքոնյանը կալանավորելու որոշում է կայացրել նաև 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված Մխիթար Գալեյանի հոր Գարիկ Գալեյանի նկատմամբ։ Այս գործի վճիռը եւս դարձել է քննադատության պատճառ։ Մելքոնյանի որոշումը որակել են քաղաքական։ Մելքոնյանին երբեմն ներկայացնում են որպես իշխանության սրտի դատավոր։ 2025 թվականին Բարձրագույն դատական խորհուրդը Մասիս Մելքոնյանի նկատմամբ հարուցել է կարգապահական վարույթ։ Ըստ գործի դատավորը իր վարույթում քննվող գործերից մեկի վերաբերյալ ցուցմունք տալուց առաջ մեղադրյալին չի պարզաբանել վերջինիս իրավունքները։ Տեղի ունեցողի նկատմամբ այսօր կոշտ գնահատական է հնչեցրել նաև ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ը։ Վեհափառը, որը այս օրերին մարսելում է, սրբոց թարգմանչած եկեղեցում հանդես է եկել ուղերձով, ընդգծելով, որ խիստ մտահոգիչ է իշխանության որդեգրած հակաեկեղեցական քաղաքականությունը։ Գարեգին II-ի խոսքով մեր հայրենիքն ու հայոց եկեղեցին անցնում են դժվար ու ծանր փորձությունների միջով, բաց են մնում Արցախի հայության իրավունքների պաշտպանության հարցերը, գերության մեջ պահվող հայերի ազատ արձակման պահանջը, նաև Ադրբեջանի կողմից իրականացվող չընդհատվող մշակութային ցեղասպանության խնդիրը։ Վեհափառը կոչ է արել կանխել այն գործընթացները, որոնք հարվածում են ինչպես եկեղեցուն, այնպես էլ համազգային արժեքներին ու միասնությանը։ Եկեղեցին է, որ զորացնում է ամենքից դժվարությունների ու մարտահրավերների դեմ պայքարում։ Եկեղեցին սոսկ քարեղեն կառույց չէ, այլ հավատացյալ մեր ժողովրդի հավաքականությունն է։ Եկեղեցին դուք եք, սիրելի հավատավոր զավակներ, բարեպաշտ ձեր կյանքով ու աստվածահաճո ձեր գործերով։ Լիահույս ենք ժողովրդի միասնությամբ ու հավատքի շնորհիվ կհաղթահարվի այս փորձությունն ու կչեզոքացվեն չարամիտ այս ոտնձգությունները։ Իդեպ Արշակ Սրբազանի կալանավորման և դատավարության ֆոնին հանրային քննարկման առարկա է դարձել մի տեսանյութ, որը նկարահանվել է 2024 թվականի ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում։ Սրբազանի ելույթը կոշտ է և ընդգծում է, որ ով հրաժարվում է հայրենի հողերից, անիծյալ ու աստանդական պիտի դառնա։ Տարածելով այս տեսանյութը հանրային տարբեր դեմքեր պնդում են, որ Արշակ arczepiskopos-ի հատկապես այս ելույթը իշխանությունը չկարողացավ հանդուրժել։ Եվ այս ելույթից մեկ տարի անց Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում արեց հայտնի գրառումը, որին հետևեց տելեգրամյան ալիքներից մեկով arczepiskopos-ի մասնակցությամբ կեղծ տեսանյութի տարածումը։ Իսկ ով է Արշակ Սրբազանը և ինչ ճանապարհ է անցել, Գառնի Մութաֆյանն է ներկայացնում։ Արշակ arczepiskopos Խաչատրյան, Մայրաթոր Սուրբ Էջմիածնի դիվանապետն է, 52 տարեկան։ Ծնվել է Արմավիրի Ոսկեհատ գյուղում, ավազանի անունը Սամվել։ Սովորել է Գևորգյան հոգևոր ճեմարանում, 1997 թվականին գերազանցությամբ պաշտպանել է ավարտաճար հնդկահայ գաղութը և Մայրաթորի նվիրականությունը Հնդկաստանում թեմայով։ Նույն տարում էլ ձեռնադրվել է կուսակրոն քահանա, 2001 թվականին պաշտպանել է վարդապետական թեզ նվիրականությունը հայոց եկեղեցում թեմայով և ստացել վարդապետական աստիճան։ 2003-ից 2005 թվականներին դասավանդել է Գևորգյան ճեմարանում որպես հին կտակարանի մեկնության, վարք սրբոցի և եկեղեցական երաժշտության դասախոս։ 2004 թվականի սեպտեմբերի 26-ին ստացել է եպիսկոպոսական օծում։ Արշակ Սրբազանն ավարտել է ԵՊՀ իրավաբանության ֆակուլտետը, մասնագիտությամբ իրավաբան է։ 2023 թվականին արժանացել է arczepiskopos-ի կոչմանը։ 1996-ին կազմել և հրատարակել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչը և Սուրբ Էջմիածինը հայ գեղարվեստական գրականության մեջ անդաստանում գիրքը։ 2004-ին հրատարակել է նվիրականությունը հայոց եկեղեցում 10-ից 19-րդ դարերում աշխատությունը։ 2019-ին Մայրաթոր Սուրբ Էջմիածնի հրատարակությունը տպագրել է Տեր Արշակ arczepiskopos Խաչատրյանի քարոզխոսությունների գիրքը, որոնումներ վերնագրով։ Արշակ Սրբազանի և գործող իշխանության հարաբերությունները սրվեցին Ծիծեռնակաբերդի բարձունքից հնչած հայտնի նզովքից հետո։ Ով փորձում է ջնջել կամ կասկածի տակ առնել հայոց ցեղասպանության իսկությունը, նզովյալ պիտի լինի սերնդեսերում։ Ով փորձում է ջնջել պատմական մեր հիշողությունը, անիծյալ պիտի լինի նրա ու նրա ընտանիքի անունն ու հիշատակը հավիտենապես։ Ով պայքարում է եկեղեցու դեմ, հավիտենական դատապարտության ու ամոթի խարանով պիտի հիշի պատմության մեջ։
Ով խարխլում է հայոց ընտանիքի հիմքերը, զրկված պիտի մնա ընտանեկան հայտից եւ ընտանեկան ջերմությունից։ Ով հրաժարվում է հայրենի հողերից, անիցյալ եւ աստանդական պիտի դառնա եղբայրասպան Կայենի նման։ Վերջերս անհայտ ծագման տելեգրամալիքը հրապարակել էր ինտիմ բնույթի տեսանյութ, որը վերագրում էին Արշակ Սրբազանին, սակայն վերջինս հերքել էր իր կապն այդ տեսագրության հետ։ Փորձագետը տեսագրության մեջ պատկերված անձի եւ համացանցից որպես նմուշ վերցված Արշակ Սրբազանի լուսանկարը համեմատել է իրար հետ եւ քանի որ նրանցում պատկերված անձանց ճակատային շրջանի, քթային շրջանի եւ կզակի շրջանի ձևը նաեւ սանրվածքը համընկնում են եւ այն հանգամանքը, որ երկուսն էլ կրում են ակնոց, եզրակացրել է, որ լուսանկարներում պատկերված է միևնույն անձը։ Փորձագետը նայել է լուսանկարներին ու ասել՝ հա էլի, նման են իրար։ Պարզ չէ, որ ցանկացած մեկին ցույց տաս այս տեսագրությունն ու Արշակ Սրբազանի նկարը նա էլ կասի նման են իրար։ Սա է ձեր փորձաքննությունը։ Իսկ ամենակարևորը փորձաքննության անվանումից թեև տպավորություն է, որ պետք է ստուգվեր նաև տեսագրության իսկությունը, բայց դա չի արվել։ Այսինքն քննչականին չի հետաքրքրել, թե տեսագրությունն իրական է արդյոք, թե օրինակ արհեստական բնականությամբ ստեղծված, կամ հնարավոր է, որ մոնտաժման միջոցով է ստեղծվել այդ տեսագրությունը։ Այս ամբողջից ելնելով կարող ենք հստակ պնդել, որ քննչական կոմիտեն հաստատեց Արշակ arczepiskopos Խաչատրյանի պնդումն առ այն, որ տեսագրության բովանդակությունն իր հետ առնչություն չունի։ Հերքումից մեկ օր չանցած ազգային անվտանգության ծառայությունը քննչական կոմիտեի շենքում ձերբակալեց Մայրաթորի դիվանապետ Արշակ arczepiskopos Խաչատրյանին 2018-ին վեհափառի դեմ ակցիա իրականացնողներից մեկին վարկաբեկելու նպատակով պայուսակում թմրամիջոց դնելու մեղադրանքով։ Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Մասիս Մելքոնյանը որոշել է Արշակ arczepiskopos Խաչատրյանին կալանավորել 2 ամիս ժամկետով։ Գարի Մութաֆյան, Գեգամ Ղազարյան, ABC Media։ Եկեղեցու շուրջ սկանդալային իրավիճակը միայն arczepiskoposների կալանքով չի սահմանափակվում։ Այսօր Գյումրիից ստացվող տեղեկությունները նոր տարօրինակ զարգացումների մասին են։ Իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը հայտնել է, որ Գյումրու Սուրբ Յոթվերք եկեղեցում Կիրակի նախատեսվող պատարագը պատրաստվում է մատուցել դրսից բերված ինչ-որ անձ, եւ դա արվում է ԱԱԾ աշխատակիցների աջակցությամբ։ Նրա տեղեկացմամբ տեղի քահանաների մուտքը արգելվել է, իսկ Տեր Գառնիկ քահանան, որը պետք է մատուցեր պատարագը, տեղափոխվել է Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի։ Պողոսյանի ձևակերպմամբ, եթե այս սցենարն իրականանա, ապա դա կլինի ամենախայտարակ պատարագը իրականացված ուժայինների պնդաճակատությամբ։ Եկեղեցու շուրջ զարգացող ճնշումներն ու ներքին լարվածությունը ըստ փորձագետների միայն ներքին խնդիր չեն։ Հայաստանյան ներքաղաքական գործընթացները ըստ մի շարք վերլուծաբանների արդեն անմիջականորեն կապվում են Ադրբեջանի ակտիվացրած արևմտյան Ադրբեջանի կոնցեպտի հետ։ Ալիևը ավելի է կոշտացնում հռետորաբանությունը։ Ադրբեջանական մշակութային ժառանգության վերականգնումն ու պաշտպանությունը Հայաստանում ադրբեջանական ժողովրդի օրինական պահանջն է, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Ալիևը։ Նրա խոսքով դա պետք է համընդհանուր արժեքները հարգելու, նամանքի էջը փակելու եւ ժողովուրդների միջև փոխըմբռնումը խթանելու համար։ Ալիևը նորից է խոսել այսպես կոչված արևմտյան Ադրբեջանի համայնքի իրավունքների մասին։ Այսօր կարևոր է ակտիվացնել ջանքերը ապահովելու Հայաստանից բռնի տեղահանված ադրբեջանցիների վերադարձը։ Ի վերջո, վերադարձի իրավունքը մարդու իրավունքների հիմնարար սկզբունքներից մեկն է։ Այս իրավունքի ապահովումը նշանակում է ոչ միայն ֆիզիկական վերադարձ հայրենիք, այլև հոգևոր ամբողջականության, մշակութային ժառանգության և հասարակության պատմական հիշողության վերականգնում։ Այս համատեքստում հատկապես արդիական է մեր զինված ուժերի պատրաստությունը, թե ինչպես է երկրի ռազմավարական և սահմանային անվտանգությունը կապվում քաղաքական որոշումների հետ։ Եվ հենց այս ֆոնին է խորհրդարանում քննարկվել զինվորական ծառայության կրճատման հարցը։ Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է զինվորական ծառայությունը կես տարով կրճատելու պաշտպանության նախարարության առաջարկը, երբ հրատապ ճանաչված այս նախագիծն ամբողջությամբ ընդունվի, հունվարից բանակ զորակոչվող երիտասարդներն արդեն տուն կվերադառնան 2-ի փոխարեն 1.5 տարի անց։ Բայց մասնագետները զգուշացնում են ծառայության ժամկետը կրճատելը, բանակից գումար հանելը, խաղաղության տանող ճանապարհ անվանելով ավելացնում է իրական վտանգները։ Պաշտպանության նախարարության բյուջեն 2026 թվականին կկրճատվի մոտ 15.3%-ով։ Վարչապետի աշխատակազմի բյուջեն կավելանա մոտ 4-ից 5%-ով։ Բարև ձեզ, հարգելի գործընկերներ։
Կառավարությունից չեն մեկնաբանում, ինչու է նման վերաբաշխում եղել։ Տնտեսագետ Գագիկ Մակարյանը կարծում է, 2026-ին երկրում 2 ֆորում է կազմակերպվելու, որի հարցերով զբաղվելու է վարչապետի աշխատակազմն ու գումարը հավանաբար դրա համար է ավելացվել, իսկ պաշտպանության նախարարությունից կրճատել են դեպի խաղաղության տանող ճանապարհի համար։ Խաղաղության կոնտեքստում հնարավոր է, որ սա նաև արվում է նրա համար, որ ավելի բարյացկամ մենք վերաբերմունք ունենանք հարևան երկրների, որոշ երկրների կողմից դեպի մեզ։ Այսինքն մենք ցույց ենք տալիս, որ մենք նպատակներ չունենք, որ մենք հարձակողական չենք, որ մենք մեր բյուջեն նույնիսկ արդեն նվազեցնում ենք, հավատալով, վստահելով, որ խաղաղության գործառույթները տեղի ունենալու են։ Մակարյանը կարծում է, պաշտպանության նախարարության բյուջեից 4 հաշվարկով մեծ փողեր չեն պակասում։ Բացի այդ, պատճառը կարող է շրջանառության մեջ դրված օրենքը լինել, ծառայությունը 1.5 տարի դարձնելու մասին։ Ինչու են կրճատում պաշտպանության նախարարության բյուջեն ու խոսում պայմանագրային զինծառայողների թիվը մեծացնելու մասին։ Ռազմական ծախսերի կրճատումը բացառապես ուրեմն Ադրբեջանի հերթական պահանջը բավարարելուն է ուղղված, որովհետև մենք տեսել ենք Ադրբեջանի հռետորաբանության մեջ այդպիսի պահանջ բազմիցս, եւ սա ուրեմն հերթական քայլն է բավարարելու Ադրբեջանի ցանկությունները եւ Ադրբեջանի ձգտումները։ Ինչ վերաբերում է արդեն վարչապետի աշխատակազմին դրամադրվող գումարը, եթե չեմ սխալվում, 1.5 միլիարդի մասին է խոսքը, ինչը բավականին մեծ գումար է, եւ այնտեղ հսկայական գումար տրամադրվում է այդ ամառանոցների ծախսերին, ընդ որում դրանք էլ գիտեք, որ սովորաբար գաղտնի են պահվում եւ մեզ այդ համար այդպես էլ հասանելի չի լինում, թե կոնկրետ ինչի վրա է ծախսվել, բայց սա վերաբերմունք է։ Հասկանում եք, սա վերաբերմունք է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հանդեպ։ Իդեպ Ադրբեջանը 4%-ով ավելացրել է պաշտպանության նախարարության բյուջեն։ Վարչապետի աշխատակազմի բյուջեն ընթացիկ տարում 24 միլիարդ 365 միլիոն դրամ է, 2026-ին կդառնա 25 միլիարդ 800 միլիոն դրամ։ Աշխատակազմին հատկացված գումարի 621 միլիոն 340 հազար դրամը կառավարական առանձնատների սպասարկմանն է ուղղվել, իսկ 202 միլիոն դրամ ծախսվել է քաղաքացու օր եւ մեր ժամանակների հերոսը մրցանակաբաշխության համար։ Շնորհակալություն ենք հայտնում ձեզ։ Վարչապետի աշխատակազմին հատկացված բյուջեով աշխատավարձ են ստանում փոխվարչապետները, նաև նշում է Գագիկ Մակարյանը։ Էլինար Վարդանյանն էլ կարծում է, հատկացումները ուռճացված են։ Բյուջեի վերաբաշխումը պայմանավորված է տնտեսական հաշվարկներով, թե քաղաքական առաջնահերթություններ են։ Տնտեսական ճիշտ հաշվարկ կլինի, եթե բյուջեն կենտրոնացնեն համայնքային, հատկապես սահմանամերձ գյուղերում աշխատատեղեր ստեղծելու, բնակչության մոբիլիզացիան Երևանից գյուղեր տեղափոխելու համար, ընդգծում է Գագիկ Մակարյանը։ Հիմա պետական բյուջեն ծախսվում է այնպիսի ծրագրերի համար, որոնք հիմնականում օգտակարության հակառակ էֆեկտն են ապահովում։ 2026 թվականի բյուջեով նվազելու են նախագահի աշխատակազմի եւ ազգային ժողովի բյուջեն, իսկ ազգային ժողովի ընտրության եւ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի անցկացման համար նախատեսվում է ծախսել 4 միլիարդ 451 միլիոն դրամ։ Պետական բյուջեի ծախսերը 2026-ին 3 տրիլիոն 628 միլիարդ դրամ է, բյուջեի պակասուրդը 537 միլիարդ դրամ։ Այսինքն պետությունը ծախսում է ավելի շատ, քան վաստակում, բայց հանրապետությունում ֆեստիվալների, միջոցառումների պակաս չի զգացվում։ Դրան զուգահեռ արտաքին պարտքի պակաս եւս չի զգացվում եւ չի զգացվի առաջիկա տարիներին։ Անի Աբաղյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Արդեն 5-րդ օրն է Հայաստանում դեռ շարունակում են քննարկումները կառավարության հրապարակած բանակցային փաստաթղթերի վերաբերյալ։ Մինչ իշխանությունը այն ներկայացնում է որպես բացահայտում, նախկին 3 նախագահների ներկայացուցիչները պնդում են, որ Արցախը հանձնվել է պատշաճ բանակցությունների բացակայության հետևանքով։ Ում մեղավորությունը փաստաթղթավորվեց, ներկայացնում է Անի Աբաղյանը։ Փաշինյանը հայաթափեց Արցախը, Փաշինյանը հանձնեց Արցախը։ Իր թույլտվությամբ օկուպացրեցին Հայաստանի սուվերեն տարածքները։ Կառավարության էջում տեղ գտած բանակցային փաստաթղթերը դրանց ապացույցն են, նշում են 3 նախագահների ներկայացուցիչներն էլ։ Իր հրապարակած փաստաթղթերը հենց փաստաթղթավորել են այն կարգավիճակը, որ ինքը ունի, դավաճանի կարգավիճակը, ապացուցելով, որ սա քաղաքական գնահատական չի, սա
պատմական, իրավական գնահատական է դառնալու նաև, որովհետև նախորդ 30 տարիների ընթացքում Արցախը եղել է հայկական եւ Արցախի իրավական կարգավիճակը եղել է միջազգային հանրության ուշադրության կենտրոնում։ Փաշինյանը մերժել է բանակցելու հնարավորությունը, ընդգծում է Լևոն Զուրաբյանը։ Նա մի քանի արկածախնդրության է գնացել, որով էլ հրահրել է 44-օրյա պատերազմը։ Դրանցից մեկը ՀՀԿ Միսկի խմբի 2019 թվականի առաջարկը մի կողմ դրած Ստեփանակերտի հրապարակում արված հայտնի հայտարարությունն էր։ Արցախը Հայաստան է եւ վերջ։ Հաջորդը հունվարին Կապանում հրավիրված ասուլիսներ։ Շուրջ 5 ժամ տևած ասուլիսին Փաշինյանը դիմել էր Արցախի նախագահներին, բանակցային փաստաթղթերի վերաբերյալ կարծիք լսելու համար։ Զուրաբյանը կարծում է՝ միտումնավոր քայլ էր, որին հաջորդել էր նախագահների գրառումները անհամաձայնության վերաբերյալ։ Այն սրեց վիճակը։ Հաջորդ արկածախնդրությունը Տավուշյան մարտերին հաջորդած հայտարարություններն էին։ Ու մենք կհաղթենք։ Եվ ուրեմն, գեցե ազատությունը, գեցե Հայաստանի Հանրապետությունը, գեցե Արցախի Հանրապետությունը։ Դիվանագիտական լռությամբ ու սադրիչ քայլերով Փաշինյանը լեգիտիմացրեց 44-օրյա պատերազմի մեկնարկը, նշում է ՀԱԿ փոխնախագահը։ Արցախի կորուստը պատերազմը հետագա 10 բախումները Ադրբեջանի հետ։ Մեր ստրատեգիական բարձունքների կորուստը եւ այս չդադարող է բանի կապիտուլյացիայի այս գործընթացի միակ պատասխանատուն դա Նիկոլ Փաշինյանն է եւ դրանք բոլորը հետևանք են իր ստոր անբարոյական տգետ եւ պատեհապաշտ քաղաքականության։ Փաշինյանի լարած թակարդը հակառակ էֆեկտն է ունեցել, կարծում է Գեղամ Մանուկյանը։ Տարիներ շարունակ ձգձգեցին փաստաթղթերի հրապարակումը, գիտակցելով, որ հրապարակման դեպքում իրենց քայլերն են բացահայտվելու։ Հայտնի խոսքը, հետաքննության մեջ ամենակարևորը, որ ինքդ քո վրա դուրս չգաս։ Իսկ այս փաստաթղթերի հրապարակումը թեև իշխանությունը կազմակերպել էր մեծ քարոզչական արշավ, բոլոր падգամավորները իրենց պարտավորություն էին համարում շեֆի ասածը կրկնել, բայց վկայեց, որ իրականում բոլոր բանակցային փուլերում էլ դիտվել է արցախայության կամ արտահայտությունը, Արցախի կարգավիճակը, արցախայության կողմից Արցախի կարգավիճակը որոշել է որպես բանակցությունների հիմք։ Զավեշտ են որակում զրուցակիցներս ԿՊԱ-ականների բացատրությունը, թե ինչու չեն արձագանքել Միսկի խմբի 2019 թվականի առաջարկին։ Հայաստանը տեսել է այսքան ծեղմագիրը 2018 թվականի իրավիճակի եւ գնահատման փուլում է եղել։ Հայաստանը ստանում է այդ առաջարկները 2019 թվականի ապրիլին եւ հունիսին եւ մինչեւ ընդհուպ 2020 թվականի սեպտեմբերի 27-ը, երբ Ադրբեջանը հարձակվեց Հայաստանի վրա եւ Ղարաբաղի վրա, գտնվում է գնահատման փուլի մեջ։ Պատասխան չի տալիս։ Այսինքն, ինչքան ժամանակ է պետք, որ դու պատասխանես այս առաջարկներին։ Փաշինյանն ու իր թիմը չեն հասկացել բանակցային օրակարգից ու ՀՀԿ Միսկի խմբի համանախագահներին են խնդրել ծանոթացնել, բացատրել նրան, ասում է Գեղամ Մանուկյանը։ Խառնել է ամբողջ բանակցային տրամաբանությունը, վանել է Մինսկի խմբի համանախագահներին եւ Հայաստանը ի տարբերություն բանակցային նախորդ բոլոր process-ներին հալվես դարձել է անհասկանալի միջազգային հանրության համար, որը շատ ավելի ազատ է արձակել Ադրբեջանի ձեռքերը, որն էլ հանգեցրել է 20 թվականի ողբերգության։ Մանուկյանը կարծում է, հասարակությունն ամբողջությամբ չի պատկերացնում, թե ինչ վտանգների է տանում Փաշինյանը երկիրը։ Նա մերժում է խաղաղությունը, հրահրում է պատերազմ ու խոսում այսպես կոչված խաղաղության մասին։ Պատգամավոր Աննա Մկրտչյանին հետաքրքիր է, ինչու չհրապարակվեց Փաշինյանի եւ Ալիևի վերելակում հանդիպման խոսակցությունը, Պրահայում ձեռք բերված համաձայնությունները, ինչու Փաշինյանը չի հրապարակել բանակցային իր ժառանգությունը։ Անի Աբաղյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։
Վերադառնանք խորհրդարան։ 3 ազգային ժողովը այս տարվա վերջին նիստի ընթացքում քննարկել է նաև կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին օրենքը։ Օրենքի նախագծում կենդանիների քնեցման միջոցով սպանել է արգելող առանձին կետ չկա։ Կենդանասերներն էլ բողոքի ալիք են բարձրացրել։ Նախագիծն ազգային ժողովն ընդունել է առաջին ընթերցմամբ։ Դինգո թիմի հիմնադիր նախագահը մեծ զրույցում ասել է, որ չեն հանձնվելու, մինչև նախագիծը չփոխվի։ Այդ դեպքում մենք կարող ենք մի բառով նշել կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը արգելվում է, բայց նշում ենք, չէ, կրակելը, խեղելը, վառելը, կախելը, ինչու ենք այդ բոլորը նշում, որպեսզի հետո երկիմաստության հարց չառաջանա։ Իսկ Երևանի աղտոտված օդը շարունակում է անհանգստացնել մեր քաղաքացիներին։ Քաղաքապետարանը շարունակում է խոսել լուծումների մասին, բայց խնդիրը լուծում չի ստանում։ Իմ գործընկեր Սվետլանա Պետրոսյանը ուսումնասիրել է աշխարհի փորձը, որ երկրներն են հաջողել այս գործում եւ որ օրինակները կարող են գործածել մեր երկրում, դիտենք ռեպորտաժում։ Սա Երևանն է, մեր վարդագույն քաղաքը։ Ես հիմա գտնվում եմ քաղաքի այն հատվածում, որտեղից առաջ Արարատի ճկնաղ տեսարանն էր բացվում։ Ինչպես տեսնում եք, լեռը այսօր չի երևում։ Պատճառը մառախլապատ եղանակն է, թե օդի աղտոտվածությունը դժվար է ասել։ Պարզ է միայն մի բան. Երևանի օդի աղտոտվածության աստիճանը հատել է վտանգավոր սահմանը, որ ավելի լավ պատկերացնեք, օրերս Երևանի օդի աղտոտվածության մակարդակը այնքան է բարձրացել, որ եղանակի հավելվածը խորհուրդ է տվել դուրս չգալ եւ չքայլել։ Երևանում խնդրի լուծումը դեռ չեն գտել։ Օդի աղտոտվածությունը այսօր դարձել է գլոբալ մարտահրավեր, որը զգում է ողջ աշխարհը։ Աշխարհի զարգացած քաղաքներում օդի աղտոտվածությունն այսօր նույնքան կարևոր է համարվում, որքան անվտանգ փողոցները կամ որակյալ տրանսպորտը։ Հասկացել են, եթե չկանոնակարգեն մեքենաների հոսքն ու չավելացնեն կանաչ տարածքները, քաղաքներում շնչելու օդ պարզապես չի մնա։ Այդ մեղմ ասած վտանգավոր կանխատեսումներից խուսափելու համար տարբեր քաղաքներ համարձակ լուծումների են գնացել։ Օրինակ Լոնդոնը, Նյու Յորքը, Փարիզը, Մադրիդը, Տոկիոն հաղթահարել են օդի աղտոտվածության խնդիրը, ընտրելով միասնական համակարգված մոտեցումներ։ Լոնդոնն օրինակ տարիներ առաջ ստեղծել է ուլտրացածր արտանետումների գոտին։ Դրա իմաստը պարզ է. եթե մեքենադ շատ է աղտոտում օդը, մուտքը դեպի քաղաքի կենտրոն կամ արգելված է, կամ էլ շատ թանկ։ Սկզբում մարդիկ դժգոհում էին, սակայն մի քանի տարի անց օդի աղտոտվածության մակարդակը քաղաքի կենտրոնում նվազեց շուրջ 40%-ով։ Ամերիկյան Լոս Անջելեսը տարիներ շարունակ խստացրել է օդի վերահսկողությունը, քչացրել մեքենաների արտանետումները, ներդրել էլեկտրական ավտոբուսներ։ Արդյունքում 20 տարվա մեջ օդի որակը զգալիորեն բարելավվել է։ Բրյուսելում ու Փարիզում էլ շաբաթվա որոշ օրերին քաղաքի կենտրոնում մեքենաների մուտքը պարզապես արգելված է։ Եվրոպական այդ քաղաքներում այդ օրերին ոչ թե մեքենաներ են սլանում, այլ հեծանիվներ։ Փարիզում նաև խոստացել են մինչև 2030 թվականը ամբողջությամբ արգելել դիզելային շարժիչով մեքենաները։ Իսկ Բեռլինում մեքենաները, որոնք ցանկանում են մտնել քաղաքի որոշ գոտիներ, պետք է ունենան հատուկ կանաչ քարտ։ Այդ քարտը տրվում է միայն այն ավտոմեքենաներին, որոնք բավարարում են եվրոպական էկոստանդարտները։ Կոպենհագենում զարգացած է հեծանվային մշակույթը։ Բնակչության 50%-ից ավելին աշխատանքի է գնում հեծանիվով։ Դանիայում իշխանությունը ի տարբերություն Հայաստանի պարզապես չի նստում հեծանիվ ու բոլորին հորդորում անել նույնը։ Այնտեղ հեծանիվ վարելը խրախուսում են ոչ թե կոչերով, այլ անվտանգ ճանապարհներով, հատուկ նախագծված ենթակառուցվածքներով եւ հստակ օրենսդրությամբ։ Մասնագետները փորձում են աշխարհում օդի աղտոտվածությունը մեղմել նաև արհեստական սարքերի միջոցով։ Հատուկ մեխանիզմով աշխատող այս սարքերը, որ կոչում են քաղաքծառեր, ստեղծել են գերմանացի գիտնականները։ Դրանց մեջ տեղադրված են ֆիլտրող գործիքներ ու ծառի փոքր ճյուղեր։ Մեկ քաղաքծառը թթվածնով կարող է ապահովել այնքան մակերես, որքան հարյուրավոր ծառեր միաժամանակ։ Քաղաքծառերն առաջինը փորձարկվել են Իտալիայում։ Օդի աղտոտվածության դեմ պայքարող սարքեր են ստեղծել նաև Բելգիայում ու Նիդերլանդներում։ Ավելին, որոշ մասնագետներ առաջարկում են անգամ շիրմաքարերը փոխարինել ծառերով, բայց այս ու նման օրինակ գաղափարները դեռևս մասսայական կիրառություն չեն ստանում։ Իսկ Չինաստանում պայքարն այլ ուղղությամբ է ընթանում։ Պեկինում, որտեղ տարիներ շարունակ շնչելը դժվար էր դարձել, իշխանությունը սկսեց փակել ածխով աշխատող գործարանները, փոխել ջեռուցման համակարգերը եւ պարտադրել գործարաններին կտրուկ նվազեցնել արտանետումները։
Մի քանի տարվա ընթացքում Պեկինի երկինքը փոխվել է այնքան, որ տեղացիներն այն անվանում են կապույտ երկնքի վերադարձ։ Սկանդինավյան երկրներում մոտեցումը բարդ, բայց արդյունավետ է։ Նրանք մեծապես անցել են վերականգնվող էներգիայի։ Նորվեգիայի մայրաքաղաքը օրինակ արդեն մշակել է ծրագիր, ըստ որի քաղաքը պետք է կլիմայականորեն չեզոք դառնա, գրեթե առանց վնասակար արտանետումների։ Աշխարհի փորձը ցույց է տալիս, որ խնդիրը լուծելի է, եթե կիրառվում են համադրված տրանսպորտային, քաղաքաշինական, էներգետիկ եւ կառավարման ոլորտների համատեղ բարեփոխումներ։ Սվետլանա Պետրոսյան, Նոնա Գևորգյան, Մհեր Դավթյան, ABC Media։ Այլ թեմաների մասին Հայաստանը բարձր մակարդակի պատվիրակություն չի ուղարկել ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստին։ Մոսկվայում անցկացվում է ԱՊՀ տնտեսական խորհրդի 108-րդ նիստը։ ԱՊՀ երկրների փոխվարչապետները սկզբում հանդիպել են նեղ ձևաչափով, այնուհետև հանդիպումը շարունակվել է ընդլայնված կազմով։ Հայաստանը հանդիպմանը բարձր մակարդակի պատվիրակություն չի ուղարկել եւ Երևանը հանդիպմանը ներկայացնում է Բելարուսում Հայաստանի դեսպան Ռազմիկ Խումարյանը։ Եվ պարզվում է Ադրբեջանն ամենամոտ, Հայաստանը ամենահեռու բարեկամն է Թուրքիայի։ Եվրոպոլ գործակալությունը հարցում է անցկացրել Թուրքիայի քաղաքացիների կողմից իրենց երկրի արտաքին քաղաքականության վերաբերյալ ընկալումների վերաբերյալ եւ արդյունքների հիման վրա կազմել է Թուրքիային ամենից շատ բարեկամ երկրների վարկանիշը։ Թուրքական պետությունների կազմակերպությունից միայն Ադրբեջանն է հայտնվել բարեկամ երկրների շրջանակում։ Պարզվել է, որ թուրքերն Ադրբեջանին համարում են իրենց ամենամոտ բարեկամը, որին այդպես է անվանել հարցվածների 94.2%-ը։ Վարկանիշում հաջորդում են Հարավային Կորեան 90%-ով, Ճապոնիան 89.4%-ով, Իտալիան 70.7%-ով եւ Ռուսաստանը 62.1%-ով։ Չինաստանը բարեկամ է համարել հարցվածների կեսից ավելին 57.4%-ը, որին հաջորդում են Ուկրաինան եւ Գերմանիան, Հայաստանը 3.3%-ով Թուրքիայի ամենակիչ բարեկամ երկիրն է։ Հատկանշական է, որ Իսրայելին բարեկամ են համարում ավելի շատ հարցվածներ 8.2%-ը, քան Հայաստանին։ Այս ժամի համար առանձնացրել էինք այսքանը, շարունակեք հետևել մեր հրապարակումներին, բայց չթողնելու համար ամենակարևոր 8 լուրերը։ ABC լուրերի հաջորդ թողարկումը ժամը 21-ին է։